Սիրելիներ, ողջույն, իմ շատ սիրելի բարեկամներ, ինչպե՞ս եք, պատրաստում ենք շատ համեղ, աշնանային խմորեղեն, շատ համեղ, որ ասում եմ, դուք արդեն գիտեք, կպատրաստեք ինքներդ ու կհամոզվեք։ Նախ առաջին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ իմ ալիքում եք, պատրաստում եք իմ բաղադրատոմսերով, եթե որևէ անգամ բաղադրատոմսը մոռանում եմ գրեմ, որովհետև շատ եմ աշխատում, շտապում եմ, հետո բայց սխալս ուղում եմ, նորից գրում եմ ներող եղեք։ Սիրելիներս, եթե ինչ-որ բան սխալ եմ գրում, էլի ինձ ասեք, որովհետև շատ մեծ գրաֆիկով աշխատանք եմ կատարում, այնպես որ ժամանակս շատ քիչ է։ Սիրելիներ, հիմա ինչ ենք անելու։ Այսօրվա գլխավոր բաղադրիչը դդումն է։ Քանի որ սեզոնն է, պատրաստում ենք դդումով համեղ խմորեղեն։ Ինչ ենք օգտագործել։ Նախ առաջինը ալյուր է, մոտավորապես 180 գրամ է, երկու բաժակ է, բայց ես 180 գրամ եմ ավելացնում, որպեսզի գրամներով ձեր համար ճիշտ լինի։ Ավելացնում եմ 2 թեյի գթալ խրեցուցիչ կամ կարող եք ավելացնել 1 թեյի գթալ սոդա, ունենք վանիլին, շաքարային վանիլին է իմ մոտ, մի հատ այսպես կխառնենք ուղղակի ու վերջ, սա կողք ենք դնում, այստեղ ունենք 250 գրամ դդում, եփված դդում է, արդեն նախապես էփել եմ, շատ չեմ էփում, որպեսզի ջուր չդառնա, ես սա ձեզ խորհուրդ եմ տալիս, այնպես արեք, որ ջրիկ չլինի, ջուրը շատ չներծծվի։ Ես գեղերից ազատում եմ ու էփում եմ։ Քիչ եմ էփում, որովհետև խմորեղենների մեջ այսպես ավելի ճիշտ է։ Հիմա մի լավ տրորում ենք ու անցնում ենք առաջ։ Դդումը այսպես տրորելով, ասեցի չէ, քանի գրամ դդում եք օգտագործում 250, իմ մոտ ոնց որ մի քիչ շատ է, որովհետև մի փոքրիկ կտոր ավելացրել էի, դուք 250-ից 300 գրամ շատ տարբերություն չի լինելու։ Ավելացնում ենք 50 գրամ կարակ, փափուկ կարակ է, սենյակային ջերմաստիճանի կամ էլ հալեցրեք, այսպես մի լավ կխառնենք էլի, կավելացնենք 2 ամբողջական ձու, էլի կխառնենք և ավելացնելու ենք 2 ճաշի գթալ մածուն կամ թթվասեր։ Ավելացնում ենք 100 գրամ շաքարավազ և 50 գրամ կոկոսի քերուկ։ Հիմա մի լավ այսպես խառնում ենք։ Տեսնում եք չէ, հարիչ չենք օգտագործում, ձերքի աշխատանք է ամբողջը։ Ու ավելացնում ենք ալյուրը։ Վերջ, հիմա մի լավ խառնում ենք։ Ջեռոցը արդեն տաքացնում ենք 180 աստիճան, միշտ հիշեք, ցանկացած խմորեղեն թխելուց խորհուրդ եմ տալիս, ջեռոցը միշտ նախապես 15 րոպե շուտ, 10 րոպե շուտ, եթե հնարավորություն ունեք շատ շուտ միացրեք, որպեսզի ձեր ջերմաստիճանը ճիշտ լինի ու խմորեղենը լավ ստացվի։ Այ ուզում եմ, որպեսզի դուք թանձրությունը տեսնեք, որպեսզի ավելորդ ալյուր չավելացնեք։ Ես արդեն պատրաստել եմ ձևամանը 28 սանտիմետրանոց է, դուք կարող եք ավելի փոքրիկի մեջ պատրաստել, որպեսզի բարձր ստացվի, քանի որ ես չեմ ուզում, որպեսզի իմ խմորեղենը բարձր լինի, ցանկանում եմ ցածր լինի, որովհետև սա տորտ չէ, ուզում եմ ցածր լինի, որպեսզի զարդարանքն էլ հեշտ լինի ու ուտելուց էլ հաճելի լինի, սիրելիներս։ Վերջ, պատրաստ է, հիմա սիրուն տարածում ենք, ուղարկում ենք ջեռոց, մոտավորապես 35 րոպե, 40 րոպե կտևի, այնպես որ սիրելիներս ուշադիր ենք լինում, չենք վառում, սա սովորական բիսկվիտ չէ, սա սովորական խմորեղեն չէ։ Զգուշ ենք մնում, որպեսզի չվառենք ու լավ ստացվի։ Կհանդիպենք, երբ որ պատրաստ լինի, 180 աստիճան վերև ներքևը միացված։ Սիրելիներ, մոռացա նշեմ, որ խմորեղենը թխվեց ընդամենը 15 րոպեում, իսկ երկրորդ թավան արդեն որ դրեցի, քանի որ ջեռոցը ավելի տաք է, ընդամենը 10 րոպեում, այնպես որ զգուշ կմնաք։ Սիրելիներ, պատրաստ է, թողնում ենք հովանա,
հետո արդեն կզարդարենք։ Երեսին գցելու համար որոշել եմ նուտելան և մի փոքրիկ սերուցքային պանիր, տանը մի 100 գրամի չափով մասկարպոնե ունեմ, մի քիչ էլ նուտելայի հետ կխառնեմ, կստացվի հրաշք կրեմ, առանց շաքարավազի, առանց մի բանի, արդեն նուտելան ինքը իր շաքարավազը, վնասակար շաքարավազը լավ էլ ունի, այնպես որ սրանով բավարարվում ենք։ Մեկ ճաշի գդալի չափով նուտելա, 100 գրամ պանիր, սերուցքային, այսքանն էլ բավական է։ Հիմա թողնում եմ, որպեսզի խմորեղենը լավ հովանա ու արդեն կսենք։ Տեսեք որքան գեղեցիկ է։ Կարող եմ նույնիսկ ամբողջությամբ չխառնել ու այսպես պահել։ Այ հիմա կարող ենք կրեմը քսել։ Ճիշտը լավ չի սառել, բայց ես շտապում եմ, ինչպես միշտ։ Զարդարում եմ որևէ տեսակի ընկույզով, իմ մոտ նուշի փաթիլներ են և շոկոլադե հատիկներով։ Ասեք, որ հրաշք, աշնանային համեղ տորտ, առատ, գեղեցիկ, ամենօրյա սուրճ խմելու, թեյ խմելու, հյուրասիրելու, ամենակարևորը ոչ թե սուրճ խմելու, այլ թեյ խմելու, որովհետև այսպիսի խմորեղենները թեյով են համեղ, սիրելիներս, անպայման պատրաստեք, անուշարեք, հյուրասիրեք ձեր ընտանիքի անդամներին, երեկոներին տաք ու կանգյունում նստեք, ձեր համար թեյեք։ Ես էլ կիմանամ, որ պատրաստել եք, կուրախանամ, որ օգտվում եք իմ բաղադրատոմսերից, սիրելիներ, հիմա կփորձենք, ասեմ համ ինչպիսին է, իսկ մենք կտեսնենք հաջորդ տեսանկյուն, ովքեր որ հիվանդ են իրենց առողջություն, ինձ էլ հետ միասին։ Ինձ առողջություն մաղթեք, կտեսնեմ ով է գրել։ Շատ համեղ է, ընտիր է։